մեր շնորհակալությունը հղելու Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի ազգային խորհրդի բոլոր այն անդամներին, որոնք որ դեռևս 2024 թվականի դեկտեմբերին ընդունել են բանաձև, որը կոչվում է խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի համար, եւ որի հիմնական ուղերձը այն է, որ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ կատարվել է Արցախի ժողովրդի հետ, եւ գտնում է, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա լսված լինելու, պետք է ձևավորվի հարթակ, որը հնարավորություն կտա Արցախի ժողովրդին ներկայանալու եւ քննարկելու իր իրավունքները, այդ թվում նաեւ վերադարձի իրավունքը։ Գիտեք, սա շատ կարևոր նշանակալի քայլ է եւ ինձ համար անձամբ որևէ ձևով տարօրինակ չէ, որ այդ քայլը հենց նախաձեռնվել է եւ իրականացվել է Շվեյցարիայի նման պետության կողմից, որովհետեւ տարիներով, չեմ սխալվի, դարերով դա մի պետություն է, որը մշտապես իր գործով ապացուցել է, որ բարձր է գնահատում եւ առաջնային է համարում մարդու իրավունքներն ու հումանիզմը եւ պատրաստ է շարունակել լինել այդ հարցում առաջամարտիկ պետություն։ Եվ որպեսզի շատ երկար նախապատմություն չտամ, ուզում եմ ուղղակի եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօրվա հավաքի նպատակներից մեկը նաեւ նա է, որ մեր խնդրանքը ուղղենք Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավորներին, թվով 46 հոգի, մարդիկ, ովքեր սույն թվականի մարտի 18-ին քննարկելու են խորհրդարանում նույն բանաձևը ընդունելու հարցը, եւ եթե այս պալատում եւս բանաձևը ընդունվեց, ապա այն օրենքի ուժ է ստանում եւ դրանից բխում է, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է համապատասխան քայլերը ձեռնարկի այդ բանաձևում ամրագրված պարտավորությունները եւ պատասխանատվությունը ի կատարածելու համար։ Ես ուզում եմ այստեղ հավաքված բոլորի անունից եւ 100,000-ավոր մեր հայրենակիցների անունից դիմել Շվեյցարիայի կանտոնների խորհրդի կամ պարլամենտի վերին պալատի անդամներին եւ ասել, որ ստորին պալատի կողմից ընդունված բանաձևը մեր ժողովրդի համար որպես հույսի եւ լույսի շող է։ Եվ մենք ուզում ենք, որ մենք խնդրում ենք, որ վերին պալատը եւս հավատարիմ մնա մարդու իրավունքների հումանիզմի գաղափարներին եւ եւս կանաչ լույս վառի այդ բանաձևի համար։ Կանգնի, ինչպես ասում են, պատմության ճիշտ կողմում եւ իր քայլով եւս մեկ անգամ ապացուցի, որ Շվեյցարիայի նման պետությունը հարց չէ տեղի ունեցողի հետ, հարց չէ 150,000 անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման, նրանց պատմական մշակութային ժառանգության ոչնչացման, նրանց հայրենազրկման հանգամանքի եւ իրավիճակի հետ։ Եվ ոչ միայն հարց չէ, այլ նաեւ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն այդ անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Մենք այսօր մեր հավաքի վերջում նաեւ նամակ ենք փոխանցելու, որը ուղղված է լինելու Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարին, որը ըստ էության եւս խնդրանք է պարունակում կառավարության դիրքորոշումը հօգուտ այդ բանաձևի արտահայտելու եւ հօգուտ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման արտահայտելու։ Ես ուզում եմ հիմա խոսքը փոխանցել Ալվարդին, այնուհետև խոսքը կտանք Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող պարոն Բաղունցին, որպեսզի հայերենով տեքստը ներկայացնի նամակի եւ ամենավերջում ես կարճ անգլերենով եւս կարճ ուղերձ կհղեմ շվեյցարիացիների, Շվեյցարիայի պատգամավորներին եւ այդպիսով կամփոփենք մեր հավաքը։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնենք Շվեյցարիայի
այսպիսի բանաձև ընդունելու համար ստորին պալատում եւ մեծ հույս ունենք, որ վերին պալատը նույնպես կընդունի այս բանաձևը։ Արցախցիների համար այս դժվարին իրավիճակում մենք ճիշտ ասած մեծ սպասելիք ունեինք այն մարդկանցից, եվրոպական արժեքներ դավանող տարբեր պետություններից, որ մեզ մենակ չեն թողի։ Ցավոք սրտի այսքան տարի հետո կարծես թե սայլը տեղից շարժվում է եւ սկսել են եվրոպական պետությունները մի փոքր ուշադրություն դարձնել, որ այստեղ քրիստոնյաներ հալածվում են եւ միակ բանը, որ մեր ցանկությունն է, դա հետ վերադառնալ տունն է։ Եվ այս բանաձևերը կարող են ինչ-որ չափով գոնե ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ տեսնել, որ հայ ժողովուրդը, արցախցիները մենակ չեն այս պայքարում։ Բախքի այս շրջանում, երբ որ մեղքերի թողություն է գնում բոլոր քրիստոնյաների համար, կարծում եմ այս օրինակը Շվեյցարիայի պետքա վարակիչ լինի եվրոպական մնացած երկրների համար։ Մենք փորձում ենք ամեն ձև բարձրացնել մեր խնդիրները, սակայն մեր ձայնը այդքան էլ լսելի չէ։ Սակայն երբ դրան միանում են այսպիսի երկրներ, ինչպիսին է Շվեյցարիան, դարձնում են ավելի լիարժեք։ Կոչ եմ անում եւ խնդրում եմ մեր բոլոր հայրենակիցներին, եկեք ակտիվ պայքարենք, եկեք դիմենք բոլոր պետություններին, որպեսզի կարողանան մի փոքր գոնե մեր ձայնը լսելի դարձնել, քանի որ մեր ուզածը մեծ բան չէ։ Մենք ուղղակի ուզում ենք հանգիստ ու խաղաղ ապրել մեր տներում, ոնց որ միշտ ուզել ենք։ Այս պահին, ինչպես գիտենք բոլորս, Բաքվում բռնի դատվում են մեր հայրենակիցները ընդհանրապես նրա համար, որ հայ են ու քրիստոնյա։ Եվ կոչ եմ անում կրկին այս պահքի շրջանում բոլոր երկրներին, նաև դեսպաներին, ովքեր որ հիմա գտնվում են Ադրբեջանում, քրիստոնյա դեսպաներին գնալ եւ տեր կանգնել իրենց հավատքը կիսող անձանց, ովքեր որ ուղղակի դատում են, որովհետեւ հայ են ու գտնվում են այնտեղ։ Կոչ եմ անում բոլորին միանալ մեր այս պայքարին, եթե մենք լինենք շատ 100 հազարավորներ, միգուցե հենց Հայաստանի կառավարությունը նույնպես ուշադրություն կդարձնի եւ ամեն րոպե կբարձրացնի այս խնդիրը։ Շնորհակալություն։